տիրող իրավիճակը, խցանումները, որոնք մասնավորապես հենց եթե պատուհանից էլ նայեք, ինքներդ կտեսնեք կամ աշխատանքի գալուց վստահ եմ տեսել եք, այս բարեփոխումը ում համար էր։ Որ բարեփոխումը։ Շակերտների մեջ վերցրած Որ մեր որ բարեփոխումը նկատի ունեք։ Ձեր բոլոր բարեփոխումներն իհարկե նկատի ունեմ հանձնապես ձեր այլ քաղաքային Ես քաղաքային իշխանությանն էլ նկատի ունեմ։ Քաղաքային իշխանության բոլոր շակերտավոր բարեփոխումները դժվարեցնում են երևանցիների եւ Երևանում ապրողների Երևանում երթևեկությունը, մասնավորապես երթևեկության փոփոխությունը, որը հենց հիմա քաղաքապետարանի պատուհանից եթե նայենք մենք բոլորով կտեսնենք թե ինչ խայտարակ իրավիճակ է ստեղծվել այդ շակերտավոր բարեփոխման արդյունքում։ Դուք խոսում եք խցանումներից, խոսում ենք մասնավոր մեքենաների մասին, բայց քաղաքային իշխանությունների լիազորությունների եւ պարտադիր պայմանների մեջ մտնում է բոլոր քաղաքակիրթ ու նորմալ երկրներում, որպեսզի ապահովի նորմալ տրանսպորտային համակարգ։ Եվ տրանսպորտային համակարգի կարևոր մասերից մեկն է ունենալ տրանսպորտային գծեր։ Տրանսպորտային գծերը տրանսպորտով օգտվող քաղաքացիների եւ այո մեքենաներով օգտվող քաղաքացիների շահերը երբեմն ինչ որ բաներում իրար հակասում են։ Մենք փորձում ենք ստեղծել ամեն հնարավորինս, մենք նաեւ ապագայի պլաններում ունենք շուտով, որը կյանքի է սկսելու կոչվել ճանապարհների նոր ճանապարհների կառուցում եւ չկա ես կարծում եմ համարյա թե երկիր, չկա մայրաքաղաք, որը չունենա խցանումներ, վերջերս նաեւ Փարիզում պաշտոնական այցով էինք եւ տեսնում էինք թե ինչքան են քաղաքակիրթ երկրները տալիս հասարակական տրանսպորտին, հեծանիվներին ավելի շատ տեղ, քան թե մեքենաներին։ Այս պահի դրությամբ Երևանը եւ Երևանի ճանապարհները որոնք դեռ չեն կառուցվել, թույլ չեն տալիս ունենալ լիարժեք տրանսպորտ ազատում, փողոցները խցանումներից։ Այստեղ քաղաքապետարանի դիմաց ներողություն, երբ որ երկրորդ գիծը, կոնկրետ երկրորդ գիծը երթևեկության տրամադրվել է ավտոբուսին, ավտոբուսը ինչ որ մի հատված գալիս է, հետո տեղափոխվում է առաջի գիծ, որպեսզի կանգ Պետքա չէ ինչ որ տեղից սկսել եւ գիտեք մենք չենք որոշում, դա չի որոշում քաղաքային իշխանությունը, դա չի որոշում ուղղակի մարդ, որը չի հասկանում այդ գծանշանները, թե որ գծում լինեն եւ թե անեն։ Դա մենք տրանսպորտային ցանցի հետ կապված դեռ նորից եմ ես բազմիցս եմ ասել, Տան Մարգարյանի ժամանակից մենք ունենք տրանսպորտային ցանցի մեխանիզմը գնաց եւ այդ ես եթե չեմ սխալվում դեռ այդ նախագծով էլ գնում է եւ այդ նախագծի շրջանակներում գծվում են այդ թե կանգառներն են չէ բացարձակ ես ասել եմ այդ լավագույն բանն է որը նախկիններն արել են եթե հիմա դա է շարունակվում ճիշտն ասեմ այն նախագիծը որը արել էր եւ Հայկ Մարությանը որը եկավ ու կանգնացրեց այն ինչ տեսեք մենք հիմա խոսում ենք բանի մասին մի րոպե ես ավարտեմ հետո ավարտեմ շարունակեք հարցը ժամանակին երբ նախկին իշխանությունը, քաղաքային իշխանությունը, չեմ ասում նախկին, օրինակ Հայկ Մարությանի ժամանակ, երբ Լույս խմբակցությունն ասում էր այն տրանսպորտի բարեփոխումների շարքը, որը նախ սկսել էր Տան Մարգարյանը, այդ կետից շարունակեք, պարոն Մարության։ Պարոն Մարությանը դրա տակ սկսեց կոռուպցիոն ռիսկեր նայել, եսի մինչեր նայել եւ կանգնեց 5 տարի կանգնած է եղել process-ը տրանսպորտի նոր համակարգի դրման եւ այն ինչ հիմա արվում է դա այսպես ասած զրոյից նորից սկսվել է նորից սկսել ենք մենք զրոյից եւ դրա համար ժամանակ է պետք այո երբեմն կլինեն նաեւ այդ ճանապարհին խոչընդոտներ կլինեն նաեւ խոչընդոտող բաներ այո ցանկացած պարագայում լինում են նաեւ սխալ որոշումներ Հերացի փողոց ավտոբուսի գիծը Ժողովուրդ, ես տրանսպորտի մասնագետ չեմ եւ այն հարցերը ինչ տալիս եք նորից եմ ասում սա խիստ մասնագիտական է եւ մասնագետներն են որոշում որոնք են գծերը կողմնորոշվում եք ոնց պիտի գիտեք ցանկացած փոփոխություն որը նաեւ անում են գայի կողմից բան առաջին իսկ պահին վարորդները դժվար են այն ինչի սովոր են սովոր չեն հետո արդեն հասկանում են ոնց է պահանջում այդտեղ երթևեկությունը Նա մարդիկ ասել էին բարդացրեք մեր կյանքը դրա համար են արել Մենք մարդկանց կյանքը չենք բարդացնում ընդհակառակը մենք երևանցիների նորից եմ ասում երևանցիների շուտով
շուտով կլսեք նաև այն քաղաքացիների օրտնանքները, որոնք օգտվում են տրանսպորտից։ Խաչատրյան, մի բան, ձեր կուսակիցը, որ նաև ավականու անդամ էր, Արտակը Զեյնալյան, մի քանի օր առաջ ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ։ Դուք սա նորմալ եք համարում։ Դրանից առաջ Կարեն Անդրեասյանը ԿՊ-ից էր, մի օր հետո դուրս եկավ ԿՊ-ից, դարձավ ԲԴԽ նախագահ։ Հիմա ձեր կուսակցականը մի օր հետո տենց ոնց որ փոշի մաքրեց, այսպես ասած դարձավ ՍԴ անդամ։ Արտակ Զեյնալյանը փոշի մաքրելու կարիք չունի, Արտակ Զեյնալյանը հպարտությամբ եղել է Հանրապետություն կուսակցության անդամ, այս պահին այլևս կուսակցության անդամ չէ, իրեն վերաբերվող հարցերն ուղղեք Արտակ Զեյնալյանին։ Նորմալ եք ժողովրդավարական երկում դա նորմալ եք համարում։ Իդեպ այնտեղ հարց հնչեց։ Այո, նորմալ եմ համարում, մարդը իր իսկ կամքով է դառնում կուսակցական, իր իսկ կամքով հեռանում։ Այսինքն այդ շուտ մոռանում եք կուսակցական ճանապարհը։ Եկեղեցու դեմ արշավ չի սկսել, եկեղեցի եւ պետություն արդեն տարիներ շարունակ են իրար հետ համագործակցություն ունեն, այսինքն երբեք էլ չի ունեցել, հա, եկեղեցին ունեցել է բիզնեսմեն տերտերներ, ցավոք, այս վերջին 2 տասնամյակին առհասարակ բիզնեսմեն տերտերներ եւ այսօր պայքարը, ես իմ անձնական կարծիքն եմ ասում, այսօր պայքար է գնում հենց բիզնեսմեն տերտերների։ Մենք էլ իմանանք, այս մարդկանց իրենց օրինակ Ես չեմ ճանաչում անուններով։ Բա հիմա ասում եք ստացվում է։ Չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ։ Ես եկեղեցի գնում եմ, ես շատ կուզեի, ես եկեղեցի գնայի եւ ստանայի օրհնություն այն մարդկանցից, քահանաներից, ովքեր Աստծո, հա, պահանջներով եւ Աստծո պատվիրաններով են եկեղեցում, բայց ցավոք սրտի ես գնում եմ եկեղեցի եւ Աստծո նկարի առաջ եւ Աստծո առաջ եմ մոնվառում, որև չեմ Դուք եք կարծում, որ վեհապարը պետք է հեռանա։ ասեք վեհապարի գիտեք այն պատերազմը որ գնում է քաղաքական ուժ քաղաքական հա ինչպես դուք եք ասում քաղաքական ուժ եւ եկեղեցի ես այդ մատի եւ մատանու արանքում չեմ պատրաստվում շաբաթների առաջ հայտարարել օգնված ձևավորելու Բեհարյանը ազատելու դուք ձեր կուսակցությունը եւ անձամբ դուք Մենք ոչ մի նման ազատումներ կամ որից է հա խմբերում երբեք ներգրաված չենք եղել ներգրաված Սասնա ծռերի ժամանակ չենք եղել ներգրաված տարբեր հա դրանից եկող տարբեր 18 թվականին էլ հանրապետություն կուսակցությունը չի մասնակցել փողոցային պայքարին հեղափոխության ժամանակ Ոչ, իհարկե դեմ չենք եղել, մենք տարիներ շարունակ պայքարել ենք Սերժա Քոչարյանական կլանի հեռացման, բայց մենք ունեինք մոտեցում պայքարի տարբեր ձևերի ընդհանրապես։ Խաչատրյան, այսինքն ըստ ձեր պատասխանի դուք չեք կիսում իշխող ուժի Ես նման բան չեմ ասել, ես նորից եմ ասում, մենք քաղաքական ուժ ենք, մենք քաղաքական ուժը մեր հայտարարությունները անում է, հայտարարությունների շրջանակներում ձեր ենթադրություններն արեք։ Մի տեսակ հոգու խորքում ոնց որ դուք էլ ձեր սրտով չի այս ամեն ինչ, հա, ինչ որ ԿՊ-ն իրականացրել, հա։ Իսկ ով ասեց որ։ Եթե ուզում եք իմ անձնական կարծիքն ունենաք, ես որպես մարդ, որպես երևանցի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ անձնական մոտեցումն ասեմ, ես երբեք կաթողիկոսին որպես կաթողիկոս չեմ ընդունել, նաև ես չեմ կարողացել, այդ այն կաթողիկոսն է, որի կաթողիկոս ընտրվելու առաջին իսկ բառերն եղել են հոկտեմբերի 27-ը եղել ազգային ժողովում, այդ այն կաթողիկոսն է, որը մի քանի ժամ թաքցրել է, որ հոկտեմբերի 27-ը եղել ազգային ժողովում, ինքը իմացել է արդեն, թաքցրել է, որպեսզի իր ընտրությունները լինեն, նոր ասի, որ հոկտեմբերի 27-ը եղել, որ հանկարծ իր ընտրությունները պրավալի չգնան։ Իդեպ Տիկին Խաչատրյան, այդ որ ասում եք բիզնեսմեն տերտերներ, որպեսզի մեր կապարանոց չեն Ուրիշ հարցեր, եթե կան, խնդրեմ, չեմ այլևս չեմ խոսում։ Իմ հայտարարությունները երբեք մեր կապարանոց չեն։ Ես ասեցի, Հայաստանի Հանրապետությունում բարձմիցս Բենթլիներով ու մնացածով մանեկողներին հարցրեք։ Այո, կան քրական գործեր, այո, երկրում է եւ ստորագրությունով երկրից չբացակայելու պայմանով են բոլոր ում վրա մեղադրանքներ առաջադրված է եւ բոլորը երկրում են։ Ինչպես է վերաբերվում, որ օրինակ Շենգավիթի արդեն նախին քաղաքապետը հա ծեծի ենթակալանավորված Նասին Կալանավորից ձեր Ես չեմ կարող դատարանի կամ որևիցե մարմնի հա որոշումներ քննարկել։
Ես չգիտեմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի այն ինչի համար կալանավորվել է մանրամասները։ Այն ինչ եղել է ուղիղ եթերով բոլորը տեսել եք եւ դա չի եղել ծեծ որպես այդպեսին ես իմ ինչպես եւ փոխադարձ է եղել կթողեք ավարտեմ այն ինչ նորից եմ ասում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կալանքի հիմքերում է ես տեղյակ չեմ տիրապետում որ դուք եվրոպական արժեքներով դեմոկրատիային միտված ուժ եք ինձ հետաքրքիր է դա տեղի ունեցել ձեր թաղապետի մասով ուղիղ եթերում իսկ նա մենք չենք էլ տեսել կարող տեղի չունեցել նրանք խեղճ մարդու ռազմիկի գլխին սարքել են օրինակ այս անարդար իրավապահ մարմինները հիմա այդ ո՞նց է լինում որ ես նորից եմ ասում ես նորից եմ ասում չտեսած տանում կալանավորում են Նիկոլ Փաշինյանի օրոքես արդարադատությունը տեսածը որ ուղիղ եթերում ա եղել այդ մարդը վնասվածքներով դուրս է եկել այդ մարդուն չեն կալանավորում գիտեք արդարադատության ու առհասարակ մնացածի մասին քիչ հետո նաև ելույթովս մի փոքր այդ մասին բան ունեմ ասելու ես բազմիցս եմ ասել որ որին ձեր թիմակցին չկալանավորում ոչ չէ ես օրակարգից Ես դա դատարանի որոշումն է գործը ընթացքի մեջ է կորոշեն Ես հայտարարություն արել եմ նախապես Արտակ Գալստյանի մասով եւ ասել եմ որ այն ավականու անդամը մենք դեմ ենք քվեարկել նախագծին որովհետեւ Արտակ Գալստյանի ավականու դալիճում չներկայանալը դա իր սեփական կամքով չի դա հարկադրաբար չներկայանալը օրինակ ոչ ասենք նման մյուսներին Զարուհի Փոստանջանին վերցնում բերում դնում են իրենց սեփական նախագծերը քվեարկում է գնում է իսկ Արտակ Գալստյանին իր կամքին հակառակ է որ ինքը չի գալիս հա բայց չունենք տեսեք կա նաև անմեղության կանխավարկած ես չեմ կարող բանել երբ կլինի դատարանի որոշում Արտակ Գալստյանը ինքնըստինքյան կզրկվի նաև բան Արտակ Գալստյանի ինտեղ գտնվելը դրա համար ես նորից եմ ասում վերեք մյուս այդ համանուն խմբակցության այլ ավականու անդամի որը իր ոտքով է բացակայում չի գալիս մենք պատրաստ եմ քվեարկել որ քաղաքական հետապնդում է հայտարարություն